Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ այս ձևաչափով եւ այս հարթակում հանդիպելու ենք ամեն օր։ Խոսելու ենք օրվա անցուդարձի մասին շեշտը դնելով հատկապես այն լուրերի վրա, որոնք ուղղակի կամ անուղղակի այս կամ այն կերպ առնչվում են Արցախին եւ կարող են հետաքրքիր լինել արցախցիներին։ Եվ այսպես օր առաջին։ Այսօր Քարինտակի օրն է, կարծում եմ դեռ հիշողներ կան, որ պատմական շատ հեռավոր անցյալում 1992 թվականի սկզբներին ուղիղ հազարավոր զինված ադրբեջանցիներով լցված Շուշիի ժայռի տակ մի բուռ հայեր կենաց ու մահու պայքար էին մղում Քարինտակում իրենց հայրերի ու պապերի գյուղում իրենց բնորանում ապրելու, իրենց իրավունքը պաշտպանելու համար։ Ռազմական գործի այբուբենը հուշում է, որ տարբերակ չկար երկար դիմանալու։ Ցանկացած ռազմական գործի գիտակ պատկերացնում է, որ պարզապես ժայռի գլխից քարեր գլորելով կարելի էր այդ մի բուռ մարտիկներին եւ նրանց ընտանիքներին պարզապես ճզմել։ Կրակել նույնիսկ պետք չէր, բայց Քարինտակի հերոսամարտի մասնակիցները կարողացան դիմանալ, իսկ 1992 թվականի հունվարի 26-ին, երբ ադրբեջանցիները գյուղի տների մի մասը արդեն գրավել էին, քարինտակցիները այնպիսի հակահարված հասցրեցին, որ ադրբեջանցիները դրանից հետո փաստացի այդ մասշտաբի փորձ չձեռնարկեցին գրավել Քարինտակը։ Ի վերջո դժվար է բացատրել, թե ինչպես է կարելի այդքան նվազ հայկական ուժերին ընկճելու համար այդքան մեծ թվով զոհեր տալ եւ գերադասեցին բացատրությունների փոխարեն Քարինտակին էլ շատ նեղություն չտալ։ Ազատամարտից հետո հունվարի 26-ը հռչակվեց Քարինտակի օր, հռչակվեց այնքան բնական, որ ոչ ոք չհարցրեց, թե ինչու հենց հունվարի 26-ը քարինտակցիները գիտեին, իսկ մյուսներին դա այդքան շատ իմանալ պետք էլ չէր։ Եվ ամեն տարի հունվարի 26-ին քարինտակցիները հավաքվում էին, հիշում կորուստները, իսկ հյուրերը այդ հիշատակի արարողություններից հետո քարինտակցիների հետ միասին վայելում էին Քարինտակի կուրկուտը։ Իհարկե այդ կուրկուտը կարելի էր ուտել ամեն օր, բայց հավատացեք, հունվարի 26-ի Քարինտակին կուրկուտի համն ու հոտը ուրիշ է։ Ուտողները գիտեն, չուտողները դժվար էլ պատկերացնեն ինչի մասին է խոսքը։ 2020 թվականի ապրիլի 44-օրյա պատերազմից հետո Քարինտակն էլ անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ եւ 2-3 տարի շարունակ քարինտակցիները գյուղի օրը նշում էին Ստեփանակերտում եղբայրական գերեզմանոց գնալով, իսկ երբ Արցախը ամբողջությամբ հայաթափվեց, քարինտակցիները գյուղի օրը սկսեցին նշել Երևանում, այս դեպքում էլ հանդիպման վայրը Եռաբլուրն էր, այնպես որ այսօր էլ գուցե քարինտակցիները գնացել են Եռաբլուր, բայց չենք կարող ասել, թե Քարինտակի, այսպես ասած, ոդիսականը այդքանով ավարտվեց։ Մենք գուցե մոռանում ենք, բայց ադրբեջանցիները հաստատ չեն մոռացել Քարինտակի հերոսամարտը։ Եվ Արցախի վերջնական հայաթափումից շատ չանցած ադրբեջանցիները հիմնահատակ ավերեցին գյուղը, այնպես որ Քարինտակը այսօր փաստացի էլ չկա, ավելի ճիշտ կա միայն այն հիշողների հուշերի մեջ։ Գուցե այսօր էլ քարինտակցիները կամ նրանց մի մասը հավաքվել են, գնացել են Եռաբլուր, գուցե էլի ծաղիկներ են խոնարհել, գուցե, բայց դա արդեն շատ քիչ մարդու է հետաքրքրում։ Ասենք ինչու միայն Քարինտակն ու ինչու միայն Արցախը, նույն կերպ աննշմար անցավ նաև Բաքվում հայերի ջարդերի հերթական տարելիցը ու խոսքը միայն իշխանության լռության մասին չէ։ Իր որդեգրած քաղաքականության մեջ իշխանության այս պահվածքը այս պարագայում ամենահասկանալին ու ամենատրամաբանականն էր։ Որոշել է Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացել ու չի շոշափում Բաքվի համար տհաճ թեմաներ։ Այս պարագայում ավելի անհասկանալին հայրենական ընդդիմության ու լրատվադաշտի կիսալռությունն ու կիսաանտարբերությունն էր, բայց մյուս կողմից գուցե դա նույնպես իր բացատրությունն ունի եւ գուցե դա նույնպես այնքան էլ անհասկանալի չէ, այնպես որ մտածելու տեղ իսկապես կա, պարզապես արձանագրենք, որ այս թեման եւս կորավ
ներհայաստանյան քաղաքական աղմուկի մեջ, ու դա կարծես բոլորին էլ հարմար է։ Սովորաբար այս ձևաչափով օրվա անցուդարձին ենք անդրադառնալու, բայց քանի որ առաջին հանդիպումն է ու քանի որ տարեսկզբից էլ բավական շատ զարգացումներ կան, կանդրադառնանք նաև այդ զարգացումներին։ Գարեգին երկրորդին հեռացնելու և նոր կաթողիկոս ընտրելու թեման անգամ դեռ Փաշինյանը չի հասցրել իր ցանկացած հանգրվանին, բայց մի խումբ արցախցիներ արդեն որոշել են առաջ անցնել։ Արցախի մի խումբ բնակիչներ, մի խումբ գործիչներ, այսպես ասենք, ստորագրահավաք են նախաձեռնել և նամակով դիմել ամենայն հայոց կաթողիկոսին, խնդրելով Արցախի թեմի համար նոր առաջնորդ նշանակել։ Այս նախաձեռնությանն ու եկեղեցու շուրջ ստեղծված լարված իրավիճակին լրագրողների հետ ճեպազրույցում տարեսկզբին անդրադարձել է Արցախի նախկին պետական նախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Մեր դիմումից դեռևս նորություն չկա, ես հույս ունեմ, որ վեհապար հայրապետը համապատասխան որոշումները կկայացնի, իհարկե դրան զուգահեռ պետք է նաև շատ թափանցիկ եւ արդյունավետ գործընթաց լինի եկեղեցում եղած խնդիրները կամ բարձրաձայնված տարբեր հարցերը վերհանվեն եւ հասցեագրվեն, որպեսզի որևէ ձևով որևէ մեկը եւ հատկապես իշխանությունները չփորձեն նմանատիպ հարցերը շահարկել, բայց այդ հարցերը պետք է եկեղեցու ներսում լուծվեն։ Բեգլարյանը ներսիկես ընթացքում դեր բացանես եւ խոստացություն ունեցել եք տարբերություն ունեցել եք շփվելով։ Ոչ, ես չեմ ունեցել, տարբեր ընկերներ եւ գործընկերներ ունեցել են։ Ես կարծում եմ, որ ի սկզբանե առաջին օրերին հույս ունեի, որ դարձի կգա, այսպես ասեմ, բայց հետագա իր հայտարարություններից ու գործողություններից հետո ես արդեն այդ համոզմունքը ունեմ, որ տատասկոտ ճանապարհը շարունակում է։ Սամվել Շահրամանյանից հետո Արտակ Բեգլարյանը Արցախի երկրորդ նախկին բարձրաստիճան պաշտոնյան էր, որ հրապարակային խոսեց Արցախի թեմակալ առաջնորդի մասին ու ասաց գրեթե նույնը։ Անընդունելի է ոչ թե այն, թե ինչ է արել կամ ասել Վրդանես Սրբազանը Արցախի կամ արցախցիների մասին, այլ այն, թե ինչ է ասել նա կաթողիկոսի վերաբերյալ։ Այսինքն մի խումբ արցախցիներ Արցախի թեմի առաջնորդի հրաժարականը պահանջում են մի թեմայի պատճառով, որը Արցախի հետ ուղղակի կապ չունի, ու բոլոր հիմքերը կան կասկածելու, որ թեմակալ առաջնորդն ավելի շուտ կփոխվի, քան կաթողիկոսը։ Բայց սա էլ հարցի մի կողմն է, ում է ձեռնտու արցախյան թեման կրկին Արցախի հետ չկապված հարցերում շահարկելը եւ արցախցիների հանդեպ ատելություն գեներացնելը։ Այս պահին կարող ենք արձանագրել մի անհավատալի փաստ. հայաստանյան իշխանությունն ու ընդդիմությունը, Արցախի նախկին իշխանություններն էլ նրանց հետ, արցախցիների հանդեպ ատելությունը գեներացնելու հարցում գործում են միասին։ Ըստ ընդդիմության Արցախի թեմի առաջնորդն է դավաճան ու նրա հետ էլ նրան դավաճան չկոչող արցախցիները, իսկ ըստ իշխանական թեզերի դավաճան են Արցախի թեմի առաջնորդին հրապարակավ չաջակցող արցախցիները։ Մանր-մունր եթեները երբ հանում ենք, մնում է այն, ինչը ընդհանուր է բոլորի համար, արցախցիները վատն են, ու հենց այդ թեզն էլ մատուցում ենք հայաստանյան հանրությանը, բոլորով միասին, իշխանություն, ընդդիմություն ու Արցախի նախկին իշխանություններ։ Տարեսկզբին Արցախի հերոսների թիվը պակասեց մեկով, դե յուրե։ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի հրամանագրով Արցախի հերոսներից Կարեն Շաքարյանը հերոսի կոչումից զրկվեց։ Սա աննախադեպ երևույթ էր, Շաքարյանը դարձավ Արցախի առաջին հերոսը, որը պաշտոնապես այդ կոչումից զրկվեց։ Ժամանակին դրան բավական մոտ էր Սամվել Բաբայանը, երբ նրան մեղադրում էին Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի համար։ Բաբայանին դատեցին, դատապարտեցին, բայց հերոսի կոչումից այդ ժամանակ չզրկեցին։ Իսկ ինչ է արել գեներալ Շաքարյանը, որ գործող նախագահի դեմ մահափորձից ավելի ծանր հանցանք է դիտարկվել։ Դիտենք։ Սուրբ ծննդյան պատարակներ այսօր
Եվ դուք եկել եք միացել եք Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքին, այս մասով խնդրեմ պարոն գեներալ, երկու հարց ընդհանրապես։ Ինչպես։ Միացել եք, բայց կիսում եք Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Բազմաթիվ արցախցիների այսպես վրդովեցրել էր, որ թե մի առաջնորդը միացել է օրինակ եպիսկոպոսներին։ Դե հետաքրքրում է արցախցիներ, օրինակ ձեր ընկերները մարտական այդ թվում Բաքվի բանտերում են։ Ինչպես է այս ամենին արձագանքում։ Ինչպես։ Զբաղված եմ հետո։ Բայց ինչպես եք այդ ամենին վերաբերվում։ Չէ, իզուր մի սպասեք, գեներալ Շաքարյանը լրագրողին չհայհոյեց ամենայն դեպս կադրում, բայց դրանից թեմայի հանդեպ հետաքրքրությունը բնավել չի նվազում։ Փաստացի Արցախի պաշտպանության համար ստացած հերոսի կոչումը ետ է վերցվել Արցախի հետ չկապված թեմայի պատճառով։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ընդդիմությանը հակադրվելու համար Արցախի հերոսին կարելի է կոչումազրկել։ Ես գնահատական չեմ տալիս դա լավ է թե վատ, պարզապես արձանագրում ենք փաստը։ Գնահատական չեմ տալիս նաև, թե բազմաթիվ հերոսի կոչումներ շնորհելը ժամանակին թե Արցախում, թե Հայաստանում որքան էր նպատակահարմար։ Այս փաստը ևս արձանագրենք եւ անցնենք առաջ։ Արձանագրենք նաև, որ Արցախի հերոսին արցախցիները կոչումից զրկում են Հայաստանի Հանրապետության ընդդիմությանը հակադրվելու համար։ Առանց գունազարդումների իրականությունը սա է։ Մնացածի գնահատականը կտա պատմությունը։ Իդեպ այնպես չէ, որ Հայաստանի Հանրապետության ընդդիմությանը համակրող եւ իշխանությանը հակադրվող արցախցի հերոսների վիճակը ավելի լավ է, այնպես չէ, որ նրանք ապահովագրված են։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կոչը կոնկրետ հասցեատեր ուներ՝ Մովսես Հակոբյանը, բայց դա հանգիստ խղճով կարող ենք զգուշացում համարել բոլոր դեռ չկոչումազրկված արցախցի հերոսների համար։ Գիտեք, հիմա կոռեկտություն ինձ թույլ չի տալիս, ես Մովսես Հակոբյանին արձագանքեմ նույն ոճով, ես սուտ չեմ խոսում։ Դա բոլորին պարզ է, ու դա 44-օրյա պատերազմի արդյունքների մասին է։ Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ եւ պատիվ ու լռի, եւ հորդորում եմ լռել։ Լռել։ Ու ծպտուն չհանել, որովհետեւ դա իրենց գործունեության արդյունքն ու հետևանքն է, որի պատասխանատվությունը ամբողջությամբ նաև իրենց օժանդակությամբ, նաև ձեր շատերի ջանքերով փորձում է կարվել միայն մեր վրա։ Անձերն ու գնահատականները հանենք եւ կմնա տգեղ իրականությունը, կապ չունի Արցախի համար ինչ է արել եւ ինչ չեք արել։ Եթե այսօր ինչ-որ մարդկանց սրտով չեք, ուրեմն տարիներ առաջ տրված հերոսի կոչումը ձեզ համար չէ։ Մի մասիդ կկոչումազրկի հայրենական ընդդիմության հետ թեւ-թևի Արցախի իշխանությունը, մի մասիդ էլ կարող է ոչ թե կոչումազրկել, այլ միանգամից ազատազրկել հայաստանյան իշխանությունը։ Այնպես որ ոչ ոք թող իրեն ապահովագրված չհամարի, ու այդքանը հենց արցախցիների ձեռքով։ Փաստացի, ինչպես դեպքերի մեծ մասում։ Այսօր այսքանը, հաջորդ հանդիպման թեման պակաս հետաքրքիր չի լինելու, այնպես որ մինչ հանդիպումը։